Կրիպտոարժույթների ոլորտի կարգավորման նպատակով իրականացված օրենսդրական փոփոխությունները ոլորտի ներկայացուցիչների համար նոր խնդիրներ են ստեղծել։ Նրանց խոսքով, գործող պահանջները խոչընդոտում են շուկայի բնականon գործունեությանը և ստեղծում անհավասար պայմաններ։ Նրա գնահատմամբ Հայաստանում կրիպտովոլորտի տնտեսական շրջանառությունը հասնում է միլիարդավոր դոլարների, իսկ օգտվողների թիվը 100,000-ների։ Միաժամանակ ըստ Ավետիսյանի ներդրված կարգավորումները վերցված են այնպիսի մոդելներից, որտեղ շուկան բավարար զարգացում չունի և դրանք ըստ էության չեն համապատասխանում տեղական իրողությունների։ Տարեկան այս ոլորտում Հայաստանում մենակ մոտ 10 միլիարդ դոլարի շրջանառություն կա և բնակչության մոտ 15%-ը, մոտ 450,000 Հայաստանում բնակվող մարդ կամ ակտիվորեն օգտվում է կրիպտոարժույթներից, կամ էլ առնվազն մեկ անգամ նախկինում օգտվել է, այսինքն այդքան մեծ ոլորտ է, որը իհարկե կարգավորման կարիք ունի, տարիներ շարունակ ունեցել է, ոլորտը դա երկար ժամանակ պահանջել է, ասել է հստակ կանոններ են պետք ոլորտին, և անցած տարի նոր առաջին անգամ այս ոլորտում ոնց որ կարգավորումներ մտցվեցին, ճիշտ է ոլորտի սրտով չէր կոպիտ ասած այս կարգավորումը, որովհետև շատ բացասական օրենսդրական բազա էր, որը վերցված էր Եվրոպայից, որտեղ այս ոլորտը շատ կաղում է, շատ թերզարգացած է։ Ավետիսյանը շեշտում է, նոր ենթաօրենսդրական ակտերը խստացրել են գործունեության պայմանները, հատկապես կանխիկ գործարքների մասով։ Սահմանվել է 300,000 դրամի շեմ, մինչդեռ ըստ նրա ոլորտում գործարքների չափը հաճախ անհամեմատ ավելի մեծ է։ Միևնույն ժամանակ բանկերը շարունակում են սահմանափակ սպասարկել կրիպտոընկերություններին, ինչի արդյունքում առաջանում է գործնական փակուղի։ Նա նաև խնդրահարույց է համարում նույնականացման և հաշվետվողականության չափանիշները, նշելով, որ դրանք ավելի խիստ են, քան բանկային համակարգում կիրառվող շեմերը։ 1 միլիոն դրամից սկսած պետք է հաճախորդից ուզել գումարի ծագման աղբյուր, որը իրականում абսուրդ թիվ է։ Բանկերում այդ գումարը մոտ 20 միլիոն դրամ է, որից որ ուզում են գումարի ծագման աղբյուր։ Կանխիկով գործարքներ անելուց, որը ամենավտանգավորն է, ամենաոչ հետագծելին է, 5 միլիոն դրամից սկսած է, որ կանխիկի գումարի ծագման աղբյուր է պահանջվում, իսկ կրիպտո ոլորտի դեպքում չգիտես ինչի 1 միլիոն դրամ է, որը որ մի հատ սովորական IT-շնիկի աշխատավարձի չափ է, և հասարակ գործարքներ անելուց հաճախորդները ստիպված պետք է մտնեն այդպիսի ծանր թղթաբանության մեջ։ Բացի դրանից, օրինակ յուրաքանչյուր կրիպտոյով կատարված գործարք կենտրոնական բանկը գտնում է, որ պետք է զեկուցվի իրեն։ Ինքը պետք է իմանա բոլոր գործարքների մասին, լինի դա $5, $500, թե $50,000, որը էլի այլ ոլորտներում կիրառելի սկզբունք չի, ֆինանսական ոլորտում օրինակ, որին որ հիմա փորձում է հավասարեցնել, նմանացնել կենտրոնական բանկը կրիպտո ոլորտին։ Ավետիսյանը նկատում է, որ կրիպտոարժույթների հիմնական գաղափարը այլընտրանքային, արագ և համեմատաբար էժան ֆինանսական փոխանցումների համակարգ ապահովելն է, սակայն նրա խոսքով, երբ ոլորտը ամբողջությամբ կապվում է բանկային մեխանիզմի հետ, վերանում է դրա արագությունն ու գրավչությունը։ Նա նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ կրիպտոընկերություններին չի թույլատրվում վճարային տերմինալներով վճարումներ ընդունել, մինչդեռ այլ տնտեսվարողներ նման հնարավորություններ ունեն։ Կրիպտոտնտեսվարողների միությունը ակնկալում է, որպեսզի լինեն խելամիտ և ոչ խտրական կարգավորումներ։ Ոչ խտրականը նախ եթե ինչ-որ ֆինանսական հաստատություններ ունեն որևէ գործիքակազմ, որպեսզի այդպես աշխատեն, նույն գործիքակազմում պետք է ունենա կրիպտո ոլորտը։ Կրիպտո ոլորտին պետք չի վատ աչքով նայել, մտածել այստեղ ռիսկեր են, վտանգներ են, ու դրա գերկարգավորել, այնքան դժվարացնել, որ այս ոլորտը չկարողանա գոյատևի, զարգանա, ներդրումներ այստեղ չկան արտասահմանից, ու պետք է նայել այլ երկրների ինչպիսի կարգավորումներ են դնում, որոնք որ իրականում անհամաչափ են և այլ երկրներում շատ ավելի պարզ են կարգավորումները, քան թե մեր մոտ որ դրել ենք։ Ու էլի գրեթե ոչ մի երկրում այս ոլորտի կարգավորումը չի տրվում բանկային համակարգին, կենտրոնական բանկին, որովհետև կրիպտոն ու բանկային համակարգը բնական մրցակիցներ են ու հաճախ բանկային համակարգի կանոնները կիրառելի չեն կրիպտո ոլորտի կանոնների վրա։ Կրիպտոտնտեսվարողների միության խորհրդի նախագահը հավելեց, որ այս հարցերը բարձրաձայնել են նաև պետական մարմինների և օրենսդրի հետ քննարկումների ընթացքում և ակնկալում են կարգավորումների վերանայում ու ավելի հավասարակշռված մոդելի ստեղծում։ Մերի Հակոբյան, Օրագիր Նյուս։